Ողջույն Գևորգ ջան։ Հազար բարի։ Ուրեմն դուք հայտ եք ներկայացրել դառնալու արժե պատգամավոր ստանալու մանդատ։ Այո։ Առաջին հարցի մոտ որ առաջանում է, քանի որ զուտ մեր դիտողները որ իմանան, ես ու Գևորգը գոլեգաներ ենք։ Այո։ Շատ հետաքրքիր է այդ խախանդ, հանգիստ, այդ լավ աշխատանքը նորմալ ի՞նչն է դրդապատճառը, որ թողնում ես ու որոշել ես նորից մտնես այդ շիշ շպրտոցում մեջ, այսպես ասենք։ Իրական շատ երկար եմ մտածել այս ամենի շուրջ։ Դե ես քաղաքականությունից իրական չեմ դուրս եկել։ Այս ողջ ընթացքում որ հանգիստ խախանդ աշխատել եմ, գործընկերները հաճախ այսպես ծաղրում էին, ասում էին մարդիկ այնց կողքից գործ ունեն, փող են աշխատում, դու կողքից գործ ունես, լուսավորի վրա փողեր ես ծախսում ու ժամանակդ ու էներգիան։ Իրական ինչքան այդպես թիմ ընտրություններ, Երևանի ընտրություններ, այդ ամեն ինչի մեջ ինչ որ չափով ներգրաված եմ եղել։ Շարունակել եմ մնալ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ուղղակի այդ հանրային գործունեությունը գրեթե զրոյացել է, որովհետև այդ ուշադրությունը արդեն, չգիտեմ, խանգարում էր կարելի ասել։ Ես որովհետև տեսա, որ համացանցում կար քննադատությունը, որ ինչի եք այսքան ժամանակ լուր եւ այլն, իսկ հիմա որոշել եք նորից քաղաքականություն մտնեք։ Այդ հարցն էլ էի ուզում տալ։ Ահա, այդտեղ երևի, չգիտեմ, քաղաքականությունից հեռու մարդկանց հարց կարա տենց առաջանա, այդ քաղաքականությունը միայն այդ public լինելով չի, էլի, Facebook-ում գրելով չի կամ ինչ-որ ինտերվյուներ տալով չի, ինքը այսպես back office-ային լիքը աշխատանք է պահանջում, կուսակցաշինության բարդ աշխատանք է պահանջում, մարդկանց հետ աշխատանք է պահանջում։ Ես եւի տեղից տենց չեմ էլ բացակայել, հա, մեր վերջին համագումարին ներկա եմ եղել, վերջի համագումարին նույնիսկ ընտրեցին վերահսկող մամլի ղեկավար կուսակցության, հասկացա։ Ում դերն է հետևել, որ կուսակցությունը իր հռչակած ուղուց չշեղվի երբեք։ Հասկացա։ Երբեք пассив չեմ եղել մեծ Քանի որ ես շատ ակտիվ հետևում եմ այդ բոլոր գործընթացներին, բոլոր կուսակցության եւ այլ, ես տեսա, որ ձեր ոչ։ Ահա, այսինքն հերունս։ Ես տեսա, որ ձեր ուժը գնում է կարգախոսով պաշտպանիր ինքնությունը։ Ուզում եմ հենց ձեր մեկնաբանությունը էլի լսեմ, քանի որ ես գիտեմ, որ մեր ինքնությունը պաշտպանության կարիք ունի, բայց հենց ձեր մեկնաբանությունը լսեմ, ինչ կարիք ունի մեր ինքնությունը պաշտպանության։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որ գոյություն ունի, ինքը ունի ինչ-որ պատմական շերտեր, որի վրա ստեղծված է մեր ինքնությունը, որը կազմում է մեր ամեն հայի ինքնության մի մաս։ Ու այդ մեր վերջի 200 տարվա պատմությունը, այսօրվա կառավարությունը փորձում է խեղաթյուրել, փորձում է մոռացության մատնել, ու փորձում է ստեղծել ինչ-որ նոր հայի տեսակ, նույնիսկ հայ չէ, նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նոր տեսակ, որը պարտադիր չի որ լինի հայկական մշակույթի կրող։ Օրինակներով, հա։ Մեր գենի մեջ երևի թե նստած է հենց ցեղասպանությունը իր եղելությամբ։ Եվ ամեն մեկս ունենք ինչ-որ մի բարեկամ, նախնիներ, ովքեր դրա տուժող են եւ դրա հիշողությունը մեր մոտ պահելը ինքը պաշտպանական բնազդի մի բան է, որովհետեւ Թուրքիան մինչեւ հիմա չի ընդունել իր ոչրագործությունը եւ որևէ կերպ Թուրքիան չի ընդունել իր ոչրագործությունը եւ որևէ կերպ մենք չունենք երաշխիք, որ դա չի կրկնվելու։ Եվ իրենց եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մինչեւ այսօր ցեղասպանության շարունակությունն է։ Ճիշտ ասած իմ համար շատ տարօրինակ է, որ մարդիկ ասում են մենք պետք է թուրքին ներենք, բայց այն պայմաններով որ թուրքը ներողություն չի խնդրել, հա, չի կարելի ինչ-որ մեկին ներել, որ ներողություն չի խնդրել։ Չգիտեմ, պարզ նույնիսկ կյանքի ճշմարտություն է։ Դա կոչվում է ջրել, ոնց որ եկեք հարցը ուղակի ջրել։ Դա կոչվում է երևի անողնաշարություն, ես կասեի։ Ես համաձայն եմ, որ դա էլ կա։ Հա, որտեվ եթե վերջես կնես մի տեսանյութ հրապարակվեց, ինչ որ մի թուրք տղա Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտից վիդեո էր արել, չգիտեմ տեսա թե չէ, X-ում մեկը տարածել էր այսպիսի մի գրառմամբ It never happened but we will do it again։ Դա տեղի չի ունեցել, բայց մենք նորից կանենք դա։ Ու այս գալիս է նրան, որ քանի այդ մարդիկ չեն ընդունել, Գերմանիան արեց ցեղասպանություն եւ տարիներ շարունակ ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում բերեց նրան այդ ակտիվ զղջման process-ը մենք տեսել ենք միայն իր դեպքում, հա։ Թուրքիայի դեպքում որևէ բան չկա, հետեւաբար մենք դրանից պաշտպանված չենք եւ սա պիտի մնա մեր ինքնության մի մաս։ Հետո որ գալիս ենք խորհրդային միության մեր ողջ ժառանգությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ի վերջո մենք մեզ ճանաչում ենք խորհրդային հանրապետության իրավահաջորդ եւ ոչ թե առաջինի։
Եվ այն ամբողջ ձեռքբերումը, որ մենք ունեցել ենք դրա ժամանակ, ի վերջո նաև դրա արդյունքներ, սա խորհրդային Հայաստանի արդյունքներ, որ ձևավորվեց այն մտավորական խավը, այն էլիտան, որը հասկացավ, որ մեզ պետք է անկախ Հայաստան, որը մղեց առաջ այդ շարժումը 1967 թվականին, եթե չեմ սխալվում, ստեղծվեց ԱՄԿ-ն, Ազգային միացյալ կուսակցություն, ում նպատակը անկախություն բերելն էր։ Եվ նրանք այն տարիներին մտածում էին, որ իրենք կմահանան, իրենք չեն տեսնի դա, որովհետև սովետը տես թվում էր անքանդելի ինչ որ մի կառույց, բայց իրենք երազողներ էին, իրենք ուզում էին, որ դա երբևէ լինի եւ իրենք այդ ծիլերը տալով մի օր դա կծաղկի։ Եվ 88-ին սկսվեց շարժումը, այդ հաջորդ փուլը, զարթոնքը, որ դա իրոք ազգային զարթոնք էր, որովհետև հայ մարդը սկսեց գիտակցել, որ ինքը արժանի ունենալ անկախ պետություն։ Հայ մարդը սկսեց գիտակցել, որ եթե ինչ-որ մի տեղ հային ճնշում են, հայի իրավունքները ոտնահարում են, տվյալ պարագայում Արցախում, ուրեմն պետք է տեր կանգնել այդ իրավունքներին, ուրեմն պետք է պայքարել, ու մենք պայքարեցինք։ Ու ամբողջ ազգով, կներես, Սփյուռքով մենք հաղթեցինք այդ պատերազմը։ Ձեր համամիտ եմ այդ ասացի հետ, ուղղակի այստեղ մի հատ հարց է առաջանում, ճիշտ է, ես ոնց հասցա, դուք ծրագիր չունեք, չէ՞։ Մենք ծրագիր դեռ ստեղծման օրվանից ունենք, եթե այդպես նստենք։ Դա եվրոպական մոդելի պետություն կառուցելն է։ Պետություն, որտեղ կան ինստիտուտներ, որտեղ կան փոխզսպումների մեխանիզմներ, որտեղ մարդը նպատակ է եւ ոչ թե միջոց։ Մենք այդպես ենք։ Դա մասն այ մի քիչ խոսենք, ես Արցախի համար էի ուզում հարցնել, դուք ոնց եք պատկերացնում Արցախի հիմնահարցը, լուծում ունի, չունի, մարդիկ տնավորվեն մնան, պետք է մենք իրենց վերադարձ իրավունքի համար պայքարենք, որն է ձեր։ Մենք ասում ենք ծրագիր չունենք, խոսքը այդպես սպառողական ծրագրի մասին է։ Հենց այդ ամեն ինչը ինչ դու ասում ես, հա, դրանք հենց այն հիմնական դրույթներն են, որի մասին մենք խոսում ենք։ Այսինքն մեր ծրագիր չունենք, ունենք մանիֆեստ, հա, այսպես ասած։ Այդ մանիֆեստի կետերից առաջինը, որ այն խաղաղության ծրագիրը, որը բերում է Նիկոլ Փաշինյանը, պետք է վերանայել, որովհետև դա խաղաղություն չի, դա միակողմանի զիջումների ստորացման ուղի է։ Եվ դա վաղը Հայաստանի առջև ավելի մեծ խնդիրներ է բերելու, հետո դրան ավելի մանրամասն կանդրադառնամ, եթե կուզեք։ Երկրորդը Միջանցքի հարցն է, որ չպիտի լինի Միջանցք, որովհետև Միջանցքը ծնվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ինչը որում կար Արցախ, կար Արցախի բնակչություն, կար Լաչինի Միջանցք եւ կար դրան որպես հակակշիռ կամ չգիտեմ դրա այդ Միջանցքի գնով կարող է լինել այդ ամենը։ Հիմա այդ ամեն ինչը չկա, գոյություն չունի, բայց մենք չգիտես ինչի դիմաց տալիս ենք Միջանցք։ Սա չպիտի լինի։ Մի հատ հստակեցնենք, այսինքն դուք դեմ եք Միջանցքին որպես այդպեսին, թե օրինակի համար կարող է օրինակ Ռուսաստանն լինի եւ Արցախ, չկա Միջանցք։ Այսինքն ոչ Ռուսաստանի ձեռքում, ոչ Ամերիկայի, ոչ ոքի։ Եթե մենք փորձում ենք ինչ-որ ձև վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որի երաշխավորը նաեւ Ռուսաստանն է, թող նրա ջանքերով եւ աջակցությամբ լինի Արցախ, քննարկենք Միջանցքի հարցը։ Չկա Արցախ, չի լինելու Միջանցք։ Հաջորդ հարցը հենց արցախցիների իրավունքների հարցն է։ Արցախցիների վերադարձի իրավունքը այդ մարդկանց իրավունքն են։ Ոչ մենք, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ վաղը ես, եթե լինեմ Հայաստանի ղեկավար, իրավունք չունեմ այդ իրավունքից իրենց զրկելու, որովհետև դա իրենց միջազգային իրավունքով սահմանված իրավունքն է։ Եվ մենք, այո, պատրաստվում ենք հաջողելու դեպքում այդ թեման պահել օրակարգում եւ սրան գումարված։ Իսկ չեք վախենում, որ Ադրբեջանը ագրեսիա կսանձազերծի, եթե այդ հարցը բարձրացնի, որտեղ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է դրա մասին խոսում։ Ինքը հստակ ասում է, որ այդ կոչվում է Ղարաբաղյան շարժում, չէ՞, ինքը հենց որպես այդպեսին, ասում է այդ Ղարաբաղյան շարժումը վերակենդանացնելու փորձերը բերելու են նոր կոնֆլիկտի։ Կոնֆլիկտը եղել է մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է բանակցությունները։ Եթե կան բանակցություններ, եթե կա երկխոսություն, չի լինելու կոնֆլիկտ, չի լինելու պատերազմ եւ հերիքա մեր ժողովրդին վախեցնեն պատերազմով, հա, եթե ժողովուրդը, եթե հանրությունը պատրաստ չի զենքով իր պետականությունը պաշտպանել, այդ պետությունը որևէ օր գոյություն ունենալ դադարելու է։ Մենք այո պիտի գնանք խաղաղության, մենք այո պիտի ջանանք մեր հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ անել, բայց դա չես կարող անել, երբ հարևանդ ուզում է քեզ վերացնել։ Այդ պարագայում դու պիտի պատրաստ լինես դիմադրել բոլոր հնարավոր ձևերով՝ դիվանագիտությամբ, բանակով, տնտեսությամբ, մշակույթով, ամեն ինչով։ Մենք հիմա չունենք մարտական գործողություններ պատերազմ, բայց մենք հիմա ունենք մշակութային էքսպանսիա։ Հենց հիմա մեր մոտ փափուկ ուժով այն բոլոր նարատիվները, այն բոլոր թեզերը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց մոտ խոսույթներ իրենց հիմա դարձել են մեր խոսույթ։
Սկսած ցեղասպանությունից, որ դե միգուցե հայերն էին մեղավոր, ուզում էին ապստամբեն թուրքերի դեմ եւ նրանց այո 1.5 միլիոն ոչնչացրեցին, դե հələ մի հատ է տեսնենք 1.5 միլիոն է, թե կարող է 100,000 է։ Մի հատ հաշիվ Դա բան է։ ուղղակի մարդա, չգիտեմ, գժվում է, էլի, որ հայ մարդիկ սկսում են այդ թեման խոսել, ինձ չգիտեմ, ուզում ասեմ Հա, դա այդ անքննելի անքննարկելի ճշմարտություն է իշտեղել։ Ճշմարտություններ կան, որ նույնիսկ չի կարելի սկսել քննարկել, չի կարելի դրանց մոտիկ գնալ։ Ես համամիտ եմ։ Դրանց մոտիկ գնալը դա արդեն ժխտողականություն է։ Միանշանակ։ Ու վերադառնալով Արցախի հարցին, եթե մենք ունենք բանակցողներ, ոչ թե ապիկար կառավարություն, դա երբեք չի բերի պատերազմի, դա կբերի նորմալ բանակցային գործընթացի եւ ի վերջո հուսով եմ խաղաղության մշտական։ Հասկացա։ Դուք կարծես թե չունեք վարչապետի տեխնացու, ճիշտ եմ հասկանում։ Այս փուլում չունենք, ինչու, որովհետեւ այս անիմաստ գզվրտոցի մեջ մարդիկ, չգիտեմ, 3 կուսակցություն են բացել, այսօր վարչապետի տեխնացու են, որ իսկի նորմալ падգամավորի տեխնացու չպիտի լինեին, էլի, ըստ դրամաբանության։ Ես յակամի գաղափար ունեմ։ Ես կարծում եմ, որ պիտի կուսակցությունները դեռ գրանցման օրվանից մի քանի թիմ ընտրությունների մասնակցեն, նոր միայն թույլատրվի, որ նրանք ազգային ժողովին մասնակցեն, որտեղ այս պարագայում ինչ մենք ունենք, էս էլ է մի խայտարակություն, էլի։ Մենք անդադ բողոքում ենք, որ քաղաքական դաշտը չի կայանում, ու դրանում կա շատ մեծ իշխանությունների մեղքը բոլոր ժամանակների, որտեղ նրանք ուզուրպացնել են քաղաքական ողջ դաշտը։ Բոլորը, հա, սկսած երևի Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօր։ Ու դրան գումարվում է նաև այն չարչիությունը քաղաքական կներեք բառիս համար, որ շատ նորմալ բառ է։ Հա, հիմա մենք նախորդ ընտրությանը մասնակցում էր 27-28 26 էր ոնց որ 26-27 էր 27-ի վրա կանգնենք բարիշն 27-ի վրա ուրեմն մասնակցում էր 27 քաղաքական ուժ այդ ուժերից երևի որ հաշվենք հետո այդ ընտրության հաջորդ օրվանից որ ինչ որ պահի գոյություն ունեցել են ինչ որ մի ազդեցություն ունեցել են քաղաքական ինչ որ մի կարևոր բանի վրա մասին կարծիք են ազդել չգիտեմ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել մնացածը չկան այդ մարդինց գնացին իրանց գործերով զբաղվեցին հետո հանկարծ որոշեցին որ նորից ընտրություններ եկեք մի հատ նոր ավտոբուս գտնենք էլի մի քանի հոգով համախմբվենք ու փորձենք մտնել ազգային ժողով այդ չգիտեմ ես դա չեմ հասկանում ու դա հավասարապես բերում է քաղաքական դաշտի անլրջացման ու չկայունացման Իսկ չես կարծում, որ այդ գործընթացները նաև նրանով է պայմանավորված, որ քաղաքական դաշտը 5 կուսակցություններից ասենք շատ հները կան, որ անգամ իրենք չեն կարողացել այնպես կայանալ, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ կարիքը ուղղակի չլիներ նորերի, որովհետև արի անկեղծ լինենք, որ նորերի պահանջարկ կա հանրության մեջ։ Իրանք համաձայն են, նոր ուժ ենք ուզում, ինչ որ նոր ուժ, բայց այդ նոր ուժերն է որ գալիս են, էլի մարդիկ ասում են դե չէ, սենց չենք ուզում։ Այդտեղ երևի մեր հանրության մի քիչ, չգիտեմ, քաղաքականության process-ների մեր հանրության մեծամասնությունը մեծացել է խորհրդային միության ժամանակ։ Այսօրվա դրությամբ իրենք սովոր չեն քաղաքական process-ների։ Իրենք սովոր են, որ պիտի լիներ մի հատ մեծ կուսակցություն, օրինակ կոմունիստականը, որը ունի բոլոր ռեսուրսները երկրի ու դե ինքն է, էլի, ինչ մրցակցություն, էլ ինչ ընտրել։ Նոր սերունդը ավելի նոր, որոնք արդեն ծնվել են անկախ Հայաստանում, տեսել են լիքը բաներ, ճամփորդել են Եվրոպաներում, իրանց մոտ այն քաղաքական գզվրտոցը որ կա ազգային ժողովում տհաճություն է առաջացնում եւ իրենք չեն ուզում դրա հետ որևէ ձև առնչվել անկեղծ տհաճությունն է առաջացնում բայց ոնց որ մենք տենց ձեռներս քշտած մտել ենք մեջը դե այլ տարբերակ իրականում այդտեղ չկա որովհետեւ նայեք հետ գանք հա այն մարդիկ ովքեր հանրապետական կուսակցության հիմքն էին օրինակ հա որպես կայացած կուսակցությունից մեկը իրենք այդ սովետական համակարգի արժի համակարգի կրողն էին նոր ուժերը, որոնք ստեղծվեցին դրանից հետո, այդ, չգիտեմ, մենք ենք Լուսավոր Հայաստանը, ԿՊՆ այդ ժամանակ ստեղծվեց, ժառանգություններ մինչև այդ, դե ՀԱԿ-ն էլ բավականին հին այսպես ինստիտուցիոնալ կուսակցություն կարելի է համարել, բոլորը ունեն խնդիրներ։ Բոլորը ունեն քաղաքական դաշտում կայուն մնալու եւ երևալու գաղափարները առաջ տանելու խնդիրներ։ Ու էլի կարանք հազար պատճառներ բերենք, հա, նույն պետական ֆինանսավորման բացակայությունը նույն քաղաքական դաշտի օլիգարխներով ուզուրպացված լինելը, փողի գերակայությունը, ինչքան օրենք փորձեցին ընդունել, որ սա չազդի, այսօրվա քարոզարշավը տեսնում ենք, որ թեյնիկը միացնում ես, ընդեղից ինչ-որ մեկի նկարը դուրս է գալիս, որ փողոցով գնում ես, ավտոբուսներ են գնում տարբեր գույների,
Ամեն դեպքում կա քաղաքական դաշտում խնդիր, բայց դա անլրջացնելով խնդիրը չես կարող լուծել։ Որովհետև եթե մարդը պատրաստ չի երկարաժամկետ զբաղվել քաղաքականությամբ, ինքը այսօր մտնում է շփոթություն կա առաջացնում քաղաքացու մոտ, հիմա եթե դու քաղաքացին մտ վերցնում ես 27 քվեաթերթիկ։ Մեծ մասի ոչ անունը 19 հատ է, էլի։ Կարծեմ 19-ը դուք եք, չէ՞, հենց վերջին։ Հա, 19-ը մենք ենք։ Ինձ այսպեսի մի հարց է հետաքրքրում, դիցուք պատկերացնենք, դուք հայտնվել եք ազգային ժողովում, ու ինչ-ինչ պայմաններով, օրինակ Նիկոլի վերարտադրությունը կախված է ձեզանից։ Հնարավոր է տարբերակ որ դուք մենք հայտարարել ենք եւ շարունակում ենք կոնդել ինչ-որ պայմաններում դուք բացառվում է Նիկոլ Փաշինյանը հանուն պետության մենք փորձել ենք համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ Էդմոն Մարուկյան եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան երբ ծրագիրը պետության հարցնում հնարավոր է նորից ինչ-որ շարունակեմ այն ժամանակ կառավարության ծրագիրը հետեւյալն էր պահել Արցախը հայկական պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պաշտպանել արցախցիների իրավունքները։ Այդ բոլոր կետերից կառավարությունը հրաժարվել է, ավելին, այդ բոլոր կետերից հրաժարվելուց հետո համաձայնվել է Ադրբեջանի այն պահանջներին, որոնք այն ժամանակ երբ Էդմոն Մարուկյանը աշխատում էր որպես դեսպան, մենք մերժում էինք։ Եվ երբ այդ կարմիր գծերը հատվել են, Էդմոն Մարուկյանը իր դիմումի համաձայն հեռացել է իր պաշտոնից։ Մենք երբեք պաշտոնի կռիվ չենք արել, մերը գաղափարական է, ամեն ինչ։ Մտել ենք օգնելու, դուրս ենք եկել, որովհետև այդ ծրագիրը չի ունեցել աջակցություն կառավարության կողմից։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այն միակողմանի զիջումների եւ կործանման տանող ճանապարհը, որ բռնել է Նիկոլ Փաշինյանը, այլ տեղ չի տանելու, քան Հայաստանը արևմտյան Ադրբեջանոտ մի բան դարձնելու, որովհետև մենք տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը, այստեղ failed state, հաշմանդամ չկայացած պետություն ունենալն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը նրանց ծրագրի իրականացնողն է այսօր եւ այդ ծրագրին որևէ կերպ աջակցել որևէ, չգիտեմ, կոմպրոմիսային տարբերակով ես ուղղակի բացառում եմ։ Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելն է իշխանությունից։ Իսկ ուժեղ Հայաստանի հետ կկազմեք կոալիցիա օրինակ։ Ես տեսնում եմ, որ այս ընտրությունների արդյունքում որևէ ուժ չի ունենալու 50%-ից ավել, այսինքն միանձնյա որևէ մեկը չի կարողանալու ձևավորել իշխանություն։ Հետևաբար պիտի լինեն կոալիցիաներ, դե էլ արդեն տեսնենք ով ինչ կազմով է հայտնվում ազգային ժողովում կխոսենք։ Չեմ բացառում մի խոսքով։ Չէ, իհարկե չեմ կարող բացառել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությունը բացառում է միանշանակ, որովհետև դա կնշանակի վերադարձ հին բարքերին։ Մենք ողջունել ենք հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար չէր։ Հեղափոխությունը հին բարքերից հրաժարվելու համար էր։ Հետո դառավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պայքար, ու հետո Նիկոլ Փաշինյանը տապալեց այն բոլոր խոստումներն ու հնարավորությունները, որ հեղափոխությունից հետո մեր երկրի առաջ բացվել էին։ Ու մենք բացառում ենք, որ հին ժամանակների հին բարքերի վերադարձ նույնպես կլինի։ Ասեմ ավելին, խմբակցությունները բոլորը ունեն վարչապետ առաջադրելու հնարավորություն։ Կանցնենք ազգային ժողով, այնտեղ կխոսենք։ Հա, մի խոսքով էլ որ քարտերը փակ եք թողնում։ Իրականում հա, որովհետև մենք ունենք սկզբունքային մոտեցումներ, այն կետերը, որի մասին խոսեցի, չէ՞, մեր ազգային ինքնության պաշտպանության։ Մենք չենք կարող որևէ մեկի հետ կոալիցիա կազմել, ով չհամաձայնվի դրանք իրականացնել։ Այսինքն այդ կետերը, որ ես նշում եմ, դրանք կարմիր գծեր են, որի համար մենք եթե կազմում ենք կոալիցիա, եթե մենք լինում ենք կառավարության մեջ, պիտի այդ կետերը իրականացնենք։ Վերջին Գելափի հարցումների համաձայն դուք չէիք անցնում անցողիկի շեմը։ Հնարավոր է արդյոք այդպիսի մի տարբերակ, որ դուք դիտարկում եք այդ տարբերակը, որ հանկարծ բանը չանցնեք, ձայն փոշիացնեք։ Ես բացառում եմ դա իրականում, ինչու, որովհետև նայեք, Գելափի հարցումները հրապարակվեցին, երբ քարոզարշավը դեռ չէր սկսվել, բայց այսպես կոչված ճակերտավոր խոշոր ուժերը արդեն սկսել են քարոզարշավը մոտ 2 ամիս։ Մենք քարոզարշավից մի շաբաթ առաջ ենք հայտարարել, որ անպայման մասնակցում ենք, որովհետև մինչև այդ մենք փորձում ենք գտնել այլ ավելի խոշորացված ֆորմատ, որը կմեծացներ շանսերը Նիկոլ Փաշինյանից իշխանությունից զրկելու։ Ես կոնկրետ գիտեմ, դուք ուժեղ Հայաստանի հետ եք շատ ակտիվ։ Ոչ միայն։ Գաղտնիք էլ չի, հրապարակումներ շատ կային, էլի։ Ոչ միայն իրենց հետ։ Ենթադրում եմ նաև ՀԱԿ-ի հետ, այդ արդեն ինքնային պատկերացումն է։ Իմ համար տարօրինակ էր, որ դուք ՀԱԿ-ի հետ գոնե ՀԱԿ-ի հետ միավորված չգնացիք։ Այսպես ասեմ, բոլոր քաղաքական մենք պատրաստ էինք զիջումների, բայց միայն մենք էինք պատրաստ զիջումների։ Բոլոր քաղաքական ուժերում հետ փորձել ենք համագործակցել, ունեին
ամբիցիաներ, որոնցից չէին պատրաստվում հրաժարվել։ Մենք նույնիսկ պարոն Մարուկյանը հենց հրապարակային էլ չէ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է չլինել ցուցակում։ Մենք ի խոսքով մենք բոլոր հնարավոր զիջումներին, որ հնարավոր էր անել, պատրաստ էինք, բայց փորձը ցույց տվեց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը իրենց ամբիցիաները ավելի բարձր գնահատեցին։ Okay, ով է ձեզ ընտրողը։ Օրինակ ես շարունակեմ այդ նախորդ թեման։ Հիմա մեր հայտարարությունից մի շաբաթ հետո մենք ունենք 2.6% ձայն։ Քաուզարշավը դեռ չի սկսվել, նոր է սկսվել, այսօր է սկսվում եւ 39% մոտ մարդ 30-ից 40 թիվը, եթե սխալվեմ կներեք, կա չկողմնորոշված։ Այդ նշանակում է, որ այն մեծ ուժերը, այսպես կոչված, որ արդեն մի քանի ամիս ամենտեղ իրենց պաստառներն է, ամենտեղ իրենք խոսում են, այդ 30%-ից ավել մարդը դրանցից ոչ մեկին չի ուզում։ Իսկ մենք նոր մտել ենք։ Այդ 30%-ի մեջ այն մարդիկ են, ովքեր ընտրելու են մեզ։ Եւ նախնական մեկնարկային 30%-ը կոպտած համահարց նույն մարդիկ չէ։ Բնականաբար, խավեր, տարբեր շերտեր, տարբեր բան ու մոտիվացիա, թե ինչու իրանք չեն մասնակցում ընտրության։ Լրիվ համաձայն եմ, բայց եթե նայենք նույնիսկ քաղաքական դաշտին, ինչ են առաջարկում այդ ընդդիմադիր մյուս բևեռները։ Բոլորը մոտավորապես ունեն նույն ծրագիրը, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Իրենք համաձայն են խաղաղության պայմանագրի հետ, իրենք համաձայն են Միջանցքին, մեկը ասում է թող սենց անցնին, հենց անցնին ինչ-որ սենց բաներ, ու իրենք կարծես թե դադարել են խոսել Արցախի եւ Արցախի բնակչության իրավունքներից։ Հավելորեն մեծ մասամբ ուժերը։ Այն ծրագիրը, որ մենք ենք առաջարկում, ոչ մեկ չի առաջարկում։ Այսինքն մենք գալիս ենք գաղափարական նոր ապրանքով։ Եվ ես վստահ եմ այդ 30%-ի մեջ կան մարդիկ բավականին ծանրակշիռ քանակով, ովքեր այս օրակարգը, այս քաղաքական ապրանքը, որ մենք ենք առաջարկում, ուզում են։ Okay, կարանք մի հատ պերսոնա մտածենք, ով է ձեզ ընտրողը։ Այդ պերսոնան մի հատ, որովհետև այդ պերսոնան ոնց ասած ես պատկերացնում եմ ԿՊ-ի պերսոնային։ Մի քիչ ավելի ցածր կրթական ցենզով եւ այլն մի խոսքով շատ բան չանեմ, որտեղ թիրախավորում չստացվի մարդկանց։ Ամեն դեպքում, բայց ուրիշ մոտիվ էլ կարող է լինել այն մոտիվը, կարա ցածր կրթական ցենզ անգամ չունենա, բայց էլի են հակադրության մեջ նախկիններ կա, էլի Նիկոլին կարող են խախտվելով ընտրել մոլորվելով։ Հիմա ձեզ ընտրողը ով է, ո՞րն է այդ պերսոնան, կարաք նկարագրեք։ Մեր ընտրողը մոտավորապես ես պատկերացնում եմ իմ ու քոպես մարդիկ, այսինքն մարդիկ, ովքեր հետևում են քաղաքական դաշտին, բայց հետևում են բովանդակությանը ոչ թե վերնագրերին։ Հասկանում են այն ամեն ինչը, ինչ մենք զիջում ենք, ու գտնում են, որ հերիքա մենք զիջենք, որովհետև այս պարտվողականության հանձնվելու օրակարգը շատերին արդեն հոգնեցել է ու մարդիկ ուզում են ինչ-որ դիմադրություն, մարդիկ չեն ուզում անընդմեջ զիջել ու չիմանալ վաղը ինչ է լինելու, ու չիմանալ, որ վաղը լինելու է Հայաստան, թե չէ։ Մեր ընտրողը այն մարդն է, ով ուզում է ապրել հայկական պետությունում, ով ունի արժանապատվություն ու ոչ միայն սեփական, այլև ազգային արժանապատվությունն է հասկանում ինչ է, ու ունի խորությունը, բովանդակությունը մակերեսայնությունից տարբերելու ունակություն։ Միգուցե այդպիսիք շատ չեն, բայց ես վստահ եմ 5%-ից ավել են։ Ես կարծում եմ, հա 5%-ից ավել են, ուղղակի այդ 5%-ից ավելը ընդունենք, եթե 10% են, էլի կարող է բաշխվի տարբեր ուժերին, չէ, որտեվ գիտես, այս տարի, նախորդ տարիներին այդքան սուր դրված չէր ձայն փոշիացնելու հարցը, բայց այս տարի շատ սուր է դրված ու այդ բանը մտահոգությունը, այսպես ասենք, հանրության մեջ իրոք կա, որովհետև բոլորը արդեն գիտակցում են դեռ անցած ընտրություններից, որ փոշիացված ձայնը վտանգավոր են քանում, որ մեծամասամբ գնալու է մեծամասնությանը, ով ավելի շատ, այո, ես այս պահի դրությամբ ես ինքս էլ եմ այդ մտքին, որ դեռևս Նիկոլ Փաշինյանն է մեծամասնություն։ Իհարկե քաոզարշավը դեռ կարող է ինչ-որ փոփոխություններ բերի եւ այլն, բայց այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ամենից, այսինքն փոշիացած ձայնը գնում է Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջությամբ իրան չի գնում, բայց շատ տոկոսով կգնա առաջի տեղ գրավածին, լրիվ համաձայն եմ, բայց բաժինը գնում է առաջին տեղը զբաղեցնողին։ Կրկնեմ, այն տվյալները, որոնք մենք ունենք, ու այն արձագանքը, որ մենք հայտարարելուց, որ մենք մտնում ենք քաղաքական դաշտ, բավարարը, որ մենք վստահ լինենք, որ մենք այդ 4%-ի շեմը արդեն հաղթահարել ենք։ Այ պատկերացնենք, չեք հաղթահարել։ Դրանից հետո ձեր գործողությունները ո՞րն է լինելու։ Լուսավոր պայքար։ Դավիթ Խաշակյան շատ լավ մի տերմին օգտագործեց, ասես լուսավոր Հայաստանում երբեք փոխարային անջատումներ չեն եղել։ 15 թվականից լուսավոր Հայաստանը ստեղծվել է եւ լուսավոր Հայաստանը միշտ կա քաղաքական դաշտում։
Մենք եղել է հաղթել ենք, եղել է ձեռքբերումներ ենք ունեցել, եղել է կորուստներ ենք ունեցել, եղել է ձախողումներ ենք ունեցել, բայց մենք միշտ եղել ենք եւ մենք միշտ փորձել ենք քաղաքական դաշտ բերել գաղափարներ, քաղաքական գաղափարներ։ Նույն երբ մենք ստեղծում ենք լուսավոր Հայաստանը, էլի այդ գաղափարները, որոնք մենք ասում ենք, չկային գրեթե։ Այդ եվրոպական մոդելի պետություն կառուցելը։ Մարդիկ խոսում են, ես այդտեղ գործարան կկառուցեմ ձեզ, փող կբաժանեմ, այդտեղ ասֆալտ կանեմ։ Այսինքն ամբողջ քաղաքական դիսկուրսը ի վերջո բախվում է դրան։ Լուսավոր Հայաստանը մտնելով քաղաքական դաշտ բերեց քաղաքական միտք։ Եվ այդ քաղաքական միտքը մենք շարունակում ենք զարգացնել եւ օրվա իրողություններից ելնելով առաջարկել լուծումներ։ Մենք երբեք չենք քննադատել ուղղակի, չգիտեմ, Սերժը պիտի գնա, մենք կգանք ավելի լավն ենք, Նիկոլը պիտի գնա, մենք կգանք ավելի լավն ենք։ Ոչ, Նիկոլը պիտի գնա, որովհետեւ ինքը անում է A, B, G, D, ինքը տանում է կործանման։ Մենք կգանք, որովհետեւ մենք գիտենք ինչ է պետք անել A, B, G, D։ Ու այդ բոլոր ծրագրերը մենք ներկայացել ենք, արդեն ամիսներ շարունակ այդ ամեն ինչից խոսում է պարոն Մարուկյանը։ Ես հուսով եմ մենք հնարավորություն կունենանք այդ ամեն ինչը կյանքի կոչելու։ Հարց, դուք հավանական համարում եք ընդհանրապես ընտրություններով իշխանափոխությունը։ Շատ լավ հարց է։ Ես ի վերջո մենք պիտի գնանք դրան, որովհետև մեր երկրում չի եղել մինչև հիմա։ Ես հիմա հարց եմ տալիս, այս պահին։ Եթե հավատի մասին խոսենք, այո, հավատում եմ եւ հուսով եմ, որ մենք դրան կգնանք։ Եթե նայենք Նիկոլ Փաշինյանը դեպի ուր է ինքը անձամբ գնում, իրական Նիկոլ Փաշինյանի կարիերան շատ նման է Լուկաշենկոյին։ Լուկաշենկոն եկավ իշխանության, էլի տեն ժողովրդական մեծ ալիքի վրա, որպես հեղափոխական, որպես ռեֆորմատոր, որպես լիբերալ ուժ ու դարձավ մենք տեսնում ենք ինչ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, եթե ուսումնասիրես, ես իրական ուսումնասիրում թե ավտորիտար բարքերով այդ լիդերներին, թե դիկտատորներին շատ նման են իրենց բան, այսինքն գրեթե բոլորը չասենք, բայց շատ մեծ մասը եկել են հենց պոպուլիստական խոսույթով, այո, վատ նախկինների դեմ խոսույթով, մշտապես պոպուլիստական այդ մեծ խոստումներով ու վերջում իրանք դարձել են այն նույն բանը, ինչի դեմ իրենք խոսել ու պայքարել են։ Ավելի վատ, որովհետև իրենք ստեղծել տվել են հույս ու այդ հույսը իսպար ոչնչացրել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, դպրոցի պարետն է, կախիչներն է ստուգում, գլխավոր երգահանն է, թմբուկահարն է, բլոգերն է, դատավորն է, դատախազն է, ղեկավարն է, չգիտեմ, երկրում ամեն ինչ ինքն է։ Հիմա էլ ուզում է կաթողիկոսը ինքը լինել նաև։ Ստացվեց հələ, բայց իրենց ծրագրում գրել են, իրենց ծրագրում նախընտրական գրել են, այդ ասենք, չգիտեմ, մի կողմից իրենք հայտարարում են պիտի պետությունը անջատ լինի, եկեղեցուց, եկեղեցականներ ուզում են գրավել, մյուս կողմից ծրագրում գրել են, որ մենք մտնելու ենք եկեղեցին քանդենք։ Դուք Գիտես Գևորգ, ես մի հատ բանի մասին էլ կուզեի խոսեի, ես ասեմ զուտ, ուրեմն կան այնպիսի հկներ, կան այնպիսի հանրային գործ իբր թե այսպես ճակերտավոր քաղաքասրակություններ, որ օրինակի համար ընկած են բանի հետևից, այդ ընդդիմության հետևից ինչ լինում է այսպես մի անգամից շուխուր են անում, բայց իշխանության այս արածները չեն տեսնում, օրինակի համար այդ մեր սահմանադրության այդ մեր դեմոկրատիայի հայրը, օրինակ Դանիել Յոհաննիսյանը, չգիտես ինչինք է ոչ մի կերպ չի տեսնում, որ օրինակ որ կուսակցության ծրագրի մեջ գրված է նման բան, դա հակասահմանադրական առնվազն։ Դա ոչ միայն հակասահմանադրական, սահմանադրության վրա ոտերը սրբել է։ Բայց մարդիկ չեն տեսնում, բայց երբ որ ինչ-որ մի խնդիր կա անդիմության հետ, մի անգամից մեր մոտ այդ բաները վերածվել են շարքային ռոպագանդիստների, այսինքն իրանք բացի իշխանության օրակարգը սպասարկելուց տարածելուց, ու եթե քննադատում են, միշտ բանը սա այսպես բայց այդ բայցը միշտ դնում են, այդ մինչև այդ դրած բանը կորում արդեն դրերի իմաստը։ Վերջերս են սկսել ավելի ակտիվ բանել, քանի որ չափազանց բացահայտ է դարձել էլի, որ իրենք սպասարկում են կոնկրետ իշխանություն։ Այդ մթում բալանս են փորձում պահել, բայց այդպես այդ դիմակարը, բայց արդեն բոլորը հասցրել։ Չէ, Դանիել, չէ։ Ոչ, Դանիել։ Չի կարելի։ Մի խոսքով, Ես պայմաններում չգիտեմ, էլի անարդար պայմաններ է իրականում ստեղծված ընտրությունների համար ու ի սկզբանե արդեն իսկ ես պնդում եմ, որ ընտրությունները կեղծվում են, որովհետև մենք տեսնում ենք այդ Իմ Քայլի հիմնադրամի բարեգործությունը, որի համար իրենց հետևից չեն գնում, ինչ-որ վարչական մանր բանն արել իրենք չեն էլ ընդունում։ Ու շատ օրինակ այսօր ես տեսա նորություն, չգիտեմ ինչքան ճիշտ, որ քաղաքապետարանի աշխատողները այս պայդրությամբ ԿՊ-ի բաներն են կպցնում։ Այդ ամենաուղիղ վարչական բանը։ Մեր ժողովուրդը մեկ-մեկ էտել չի լավ ընկալում, գիտես, որ բոլորը մտածում են ընտրակեղծարարություն, այդ որ գնացին թուղթը գցեցին այդտեղ, էդի վերցնել, տանել ուրիշը բերելն է, բայց
Ու գիտես ինչ են պատասխանում այդ բաները հենց այդ հկներից եւ այլն, իրանք ասես ասում են մի խառնեք ընտրակեղծարարությունը ընտրախախտման հետ։ Ինչ-որ էսպիսի տարակերությամբ են զբաղված, որ այսպես բարից կախվեն, բան անեն եւ այլն, որ դες ճիշտ։ Մեր ժողովրդի համար հստակ ասենք, ժողովուրդ ջան, ցանկացած գործողություն, որը սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված չի, ու որը բերելու է ընտրական արդյունքների փոփոխության, ընտրական արդյունքների վրա ազդեցության, դա ընտրակեղծարարություն է։ Օրինակ, հեղինակավոր մարդկանց կալանավորել, օրինակ, մարդկանց խոսելու իրավունքից զրկել, օրինակ, պետական ռեսուրսը չարաշահել, օրինակ, շատ բարձր պարգևավճարներ բաժանել ընտրություններից առաջ, թոշակ 10,000-ով բարձրացնել բիզնեսմենների միջոցներով, բիզնեսմեններին ստիպել, որ նրանք նվիրատվություն անեն քարոզարշավի համար։ Ես մի բան էլ ասեմ, ճիշտ ասած, այս ամբողջ իրավիճակը ինձ հիշեցնում է, որ ասում է ուրեմն տոնակատարություն ժանտախտի ժամանակ, ուրեմն տեսնում ենք ամեն օր հրապարակում տոնակատարությունները, էկոնոմիկայի նախարարն ասում է, ես չգիտեմ որտեղից, չգիտեմ ով արել, ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի, ու գիտես, էսի են ոնց որ նմանվում է մի բանի, որ մարդկանց ոնց որ շատ վատ բաներ է գալիս մտքից, որ ասեմ համեմատություն, չեմ ուզում այդ վատ համեմատություն, բայց մարդկանց այդ ուրախության մեջ է բաղում ու մարդիկ ուղղակի տեղյակ չեն, որ սա հետո աղետ է մոտիկանալու։ Փաշինյանը մի բան է կարող լավ անի, մանիպուլյացիա շոու, այո, մարդկանց պահում այս թմբիրի մեջ ու տակից իր այդ կերպով գործերը որ հանգիստ բան են ուզում ստեղծեն, տպարություն են ստեղծեն, որ այսքան տոնակատարության հատ որ սենց է լինելու, խաղաղություն, տոնակատարություն եւ այլն, ու չգիտես հետագայում ես քեզ այսպես ասեմ, ես համոզված եմ, որ բիզնեսմենները պետքա հանեն այդ փողը, որ դրել են այդ ամեն ինչի մեջ, պետք է հանեն այդ փողը, պլյուս մեր պետական պարկն էլ ոնց որ գնալով աճում է արդեն 14 ու քանի միլիարդ, դեռ չի աճում, այս վերջի ամիսներին չի աճում, որովհետեւ սրանք հասկացել են, որ դա ամեն ինչ բաներ, բայց ես համոզված եմ, որ նոր թափով սկսելու է աճել արդեն բանից հետո։ Այդ բոլոր ծրագրերը, որոնք իրանք գլուխ են գովում, մեծ մասը վարկերով են արվել։ Հա, վարկերով, պարկով, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, դրանց մեծ մասը։ Իդեպ ես մի բան էլ ասեմ, այս պայմաններում էլ նաև Այս մեր մեծացած հնա, ես շատ շուտով անալիզ եմ դրա մասով անել վերլուծություն, ուզում եմ մինչև ընտրություններ գցեմ, որ մարդիկ ասում որ հնան, ոնց որ հնայի համեմատությամբ, օրինակ 49 ու քանի տոկոս է նորմալ է, որ պարտքը այդքան է, բայց այս հնա աճը պայմանավորված է հիմնականում սանկցիաներով Ռուսաստանի հետ։ Այո, այդ դա շատ կարևոր է։ Դրա մասին էլ են լռում։ Հա, այդ շատ կարևոր է։ Հիմա եթե օրինակ մենք տեսնում ենք, որ սրվում է հարաբերությունները Ռուսաստանի Հայաստանի միջև, ու մենք փաստացի ալտերնատիվ չենք ստանում դրա դիմաց։ Ու չենք ստեղծել տարիների ընթացքում։ Հա, հենց ամբողջ հարցը դա։ Նա քանդել փչացել են, այսքան ոչ մի բան չենք կառուցել։ Ու բոլորին, չգիտեմ, ռսաստրուկ, բոլորին այդպես ռսի շպիոն անվանող իշխանությունը փաստացի այնքանը խորացրել այդ կախվածությունը, որ Ռուսաստանը փաստացի այս պահեդրությամբ շատ մեծ լծակներ ունի մեր տնտեսության նկատմամբ։ Իհարկե մենք բոլոր ամենախոշոր հարկատուն հիմա ով է։ Mobile Center-ն է, որը հա որը ռեիմպորտով է զբաղվում, այսինքն Հայաստանում այդքան մարդ չկա, որ այդքան մոբայլ ֆոն գնի, հա, բացահայտ է, ամեն ինչը պարզ է ու մեզ նաև արևմուտքում էլ են այդ ամեն ինչից տեղյակ, բոլորը տեղյակ են էլի, իրենք աչք են փակում իրականում այդ ամեն ինչի վրա, ու այս ամեն ինչը որ մեզ ինչ որ հակադրությունների մեջ են անդադ փորձում դնել, այդ ինձ ընդհանրապես դուր չի գալիս, ես վախեցած եմ, որովհետև ես տեսնում եմ, որ մեզ արևմուտք տանելով, խաբելով, մեզ իրականում տանում են դեպի Ադրբեջան։ Թուրքիա-Ադրբեջան միանշանակ, որովհետև բայց Թուրքիան արևմուտքում է գտնվում, այնպես որ ավելի արևելք են, չէ՞, մեկը։ Պրինցիպի մեզ արևմուտք տանում են, որովհետև արևմուտքը ոնց է Թուրքիան։ Այն արևմուտքը չի, որի մասին խոսում են, որի մասին պատմում են։ Այդ նույն եթերագլուխ մթոմ փորձագետները մեկ-մեկ տենց բանել են անում, Ուկրաինան որպես success story, հաջողության պատմություն է ներկայացնում, որը լրիվ աբսուրդ է, էլի։ Այդ մարդիկ չկարողանալով իհարկե Ռուսաստանը մեղավոր է, ես համարում եմ, որ հարձակվեց հարևան պետության վրա իր օրակարգը թելադրելու համար, բայց դա ներկայացնել, որ մարդիկ ձգտում էին արևմուտք, ձգտում էին Եվրոպա ու հիմա հեսա եսիմի ժողովուրդ այդ երկիրը կործանման եզրին է։ Հիմա մենք հազիվ կարողացել ենք մանևրել այսքան տարիներ այս ամեն ինչի հետ, լինելով, չգիտեմ, հապկում ԵԱՏՄ-ում Ֆրանսիայի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենալ, SEPA-ի պայմանագիրը ստորագրել, որը մեզ բազմապիսի հնարավորություններ է տալի, որ էլի այս ապիկարները մսխեցին։ Ու հիմա այդ ամեն ինչը բանը չէ, մենք կամ այս կողմ բոլորն են ովքեր ասում են մենք կամ այս կողմ կամ այն կողմ, այդ մարդիկ Հայաստանի թշնամին են ու չեն հասկանում Հայաստանի իրական շահը։ Ես համաձայն եմ, մենք պետքա 360 աստիճանի, ես կարծում քաղաքականությունն է մեզ պետք, որովհետև այս պայդրությամբ
ցանկացած այդպիսի բան, մի բան ասեմ, հենց այդ Ուկրաինայի success story լինելու մասով, որ իհարկե աբսուրդ է, որովհետեւ ոնց կարող ես այդպիսի այդպես պատերազմի մեջ գտնվել, մաշող, որ դա success story-ն, չգիտեմ, էլի մարդ պետք է հիվանդ լինի, որտես բան ասի։ Ես մի բան ասեմ, մեր իշխանությունները անդադ խոսում են խաղաղությունից, որ իրանք խաղաղություն են բերում եւ այլն, բայց ես տեսնում եմ հստակ դրանք, որ մենք թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Հիմա եթե իրանք բերած խաղաղությունը գերտերության հետ պատերազմի է բերելու, ես չեմ ուզում այդպիսի խաղաղություն փաստացի մի բան էլ ասեմ, ինքնիշխանությունը կնես հենց այդ նույն բանով։ Իրանք ինքնիշխանություն ինչ ասում են, իրանք այդ ինքնիշխանության պայքարը մենակ Ռուսաստանի դեմ է, բայց այն որ Ադրբեջան, Թուրքիա լրիվ խոշորում են մեր ամենօրյակյան, էդի հետ, էդի ինքնիշխանության խնդիր չի։ Ես անձամբ նրա վրա եմ ապշում, որ Նիկոլ Փաշինյանը սարսափում է ուղակի Ալիևից ու Էրդողանի նկատմամբ այսպես մեծ համակրանք ունի, դա երևում է, էլի, այսինքն ինքը ինքնուրույն իրան ավելի ցածր դիրքում է դնում, այս վերև է նայում դեպի օրինակ Էրդողանը, բայց նույն պայմաններում օրինակ Նիկոլ Փաշինյանը չի վախենում Ռուսաստանի հետ ինչ որ հարաբերություն սրելուց եւ այլն, եթե Ալիևից վախենում ես, ոնց կարաս Ռուսաստանից չվախենաս, դա իմ համար հարց է մեծ։ Երկրորդն էլ, որ ասում են դե Ռուսաստանը հեռու է, ինքը Հայաստան հասնելու համար նախ պետք է Վրաստան գրավի եւ այլն, ես շատ ուղիղ էլի ասեմ, Ռուսաստանը որ ուզի Վրաստանը ճանապարհը տալու է էլի որ կան, այն որ այստեղ էլ չգնանք, մենակ տնտեսական բաներով Հայաստանը գազ Ռուսաստանից ստանում է որպես դաշնակից երկիր անհամեմատ էժան գնով, ու մեր ամբողջ տնտեսությունը դրա վրա է կառուցված։ Հիմա Չէ, ըստ լարել հարաբերությունները անտեղի ու բաներ ստեղծելը ընդհանրապես այնպես չի, որ մենք լավ ենք հասկանում, որ Ռուսաստանը իրան ճիշտ չի պահել, լավ չի պահել, միանշանակ, ես լիքը հարցեր ունեմ։ Մի հատ էլ բան անել, ոնց որ մենք պետք է հասկանանք, որ շատ մեր նայվ է, էլի, մեր բան, օրինակ ես տեսա, որ այս Եվրամիության այս բան գալուց հետո Եվրոպային սկսեցին մեղադրել, վիրավորել եւ այլն, ժողովուրդ ոնց որ այդ պետությունները իրենց շահն են հետապնդում։ Բոլորը դա են անելու միշտ։ Մենք այսքան միշտ ինչ ենք մենք տվողի դերում, ինչ ենք մենք միշտ բանում, մենք չենք էլ պահանջում մեր ղեկավարներից, հելնում ենք, չգիտեմ, Մակրոնից ենք պահանջում, Պուտինից ենք պահանջում։ Այդտեղ մի կարևոր բան կա, մեր քաղաքական դաշտի ու նաև երևի հասարակության բանն է։ Ես դա իմբիցիլություն եմ անվանում, թող ինձ ներեն նրանք, ովքեր իրանց վրա կվերցնեն, բայց իմբիցիլության հիմնական բանը ո՞րն է։ Մարդ հասունանում է, երբ ինքը իր վրա պատասխանատվություն է վերցնում։ Միանշանակ, իմբիցիլները մեծանում են, բայց պատասխանատվություն չեն վերցնում իրանց վրա։ Ու մենք փորձում ենք մեր հասարակությանը ու տարիներ շարունակ այն པարզ բանով, հա դե այս 10,000 դրամը վերցրում, եկա քո տեղը ամեն ինչ որոշված է, հասարակությանը սարքել ենք իմբիցիլ, ու հիմա պետական մակարդակով ենք այդ իմբիցիլությունը առաջ տանում, որ դե Մակրոնը պիտի աներ, դե Պուտինը պիտի աներ, դե Տրամպը պիտի աներ, բա մենք ի վերջո պետություն ենք, թե պետություն չենք, մենք ի վերջո խաղացող ենք, թե պեշկա ենք, ինչ զինվորիկ ենք բաներ։ Ղեկավարից, որովհետև ոնց որ դու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Պուտինից պահանջում ես, որ ինչ Թրամփից պահանջում ես, որ ինչ։ Դու ունես երկրի ղեկավար, ով քո ժողովուրդը ընտրել է, ու եթե ինքը զիջում է, ունես գնալ հասնել Տրամփի մոտ, դա էլ է, էլի աբսուրդ։ Ստորագրել, նախաստորագրել ինչ որ փաստաթուղթ, ուտեղ արցախցիների էթնիկ զտում ա եղել, ցեղասպանություն ա եղել, այդ մասին չխոսել։ Հենց հիմա ռազմական գերիներ են Ադրբեջանի բանտում, դրա մասին չխոսել։ Տրամպը երբ որ եկավ իշխանության, այդ իր քրիստոնեական արժեքներ, վերադարձ քրիստոնեական արժեքներն, այդ ամբողջ Հայաստանը առաջի քրիստոնյա ժողովուրդն է։ Հենց հիմա քրիստոնեական ժառանգությունը վերածվում Ադրբեջանի կողմից։ Ու այդ ամեն ինչի մասին ոչ մի բան չխոսալ, ուղղակի մատ ինչ-որ թուղթ ստորագրել, ասել Ադրբեջանը ինչ ասել է ճիշտ է ու դրանով դուրս գալ, չգիտեմ, աբսուրդ է, էլի, այն հնարավորությունները, որ Փաշինյանը մսխում է ամեն օր։ Ես չգիտեմ, մենք էլ երբևէ կունենանք, թե չէ։ Հա, շատ ծանր է լինելու իրականում Նիկոլ Փաշինյանի արածի տակից դուրս գալը, որովհետև հաստատ չես կարա միջազգային խաղացողներին մեկ էլ դուրս գաս, գիտեք, Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ որ համագործակցություններ ունեցել։ Հա, մենք ոնց որ հա դե այդ պարտավորությունները փաստացի դրանից հրաժարվելն է շատ թանկին ու այդտեղ խնդիր է մեր համար առաջանալու։ Լրիվ այդ ինչ որ բաներ պետք է վերանայել միանշանակ։ Բնականաբար ինչ որ, բայց դրա համար ոնց որ դու բարձր գին ես վճարելու, դա պետք է պատրաստ լինի հանրությունը, որովհետև ընդհանուր առմամբ պետություն պայելը ծանր գործ է, իսկ իզուչի որ շատ ազգեր չունեն պետություն։ Այո, այո։ Մենք են քչերից ենք իրականում որ ունենք, բայց մենք դրա ոնց որ կարևորությունը դադարել ենք գիտակցել։ Ես մեկ էլ մի թեմա էլ քննարկենք եւ ուղղան ու ոնց որ բանը երևի փակենք։ Շատ լավ։ Ես այս վերջերս տեսա, որ ընդհանուր առմամբ իշխող ուժը, օրվա իշխանությունը արդեն սկսել է ոնց որ բլոգերների էլ
բան անել էլի, ոնց որ ներգրավել այս հարցերի մեջ, չգիտեմ, մենք տեսանք բլոգերներին բաներում, զորամասում այնեղ պահպանվող տարածքում, հատուկ պահպանվող տարածքում, որ իմ համար, չգիտեմ, էլի զարմանալի տարօրինակ է, ու հետո էլ ոնց որ ես նկատեցի, որ այդ նույն բունկերներ, նույն տեղերներ ինչ որ պապիկյաններ ժամանակին տեղադրել։ Ես ունեմ տեղեկություն, որ զորամասերում այդքան լավ չի իրավիճակը իրականության մեջ։ Ոնց որ ինչ ես կարծում այդ քաղաքական process-ների մեջ բլոգերների ներգրավման մասով, օրինակի համար ինձ էլ են բլոգեր ասում, ես բլոգեր չեմ համարում։ Ես ավելի շուտ նախընտրում եմ հանրային գործիչներ, բայց ես լրիվ քաղաքականացված կերպար եմ։ Ամբողջությամբ քաղաքականացված, ես իմ դիրքորոշումը միշտ արտահայտում եմ։ Բայց օրինակի համար 3 բլոգերներ են, իրանք չունեին որևէ դիրքորոշում, հարցերը Իտալիայից մի նխպել, մեզ մի խառնեք քաղաքականությունը, այսօր իրենք հայտնվել են արդեն այդ առաջնագծում քարոզչության։ Մեշյանը մի լավ երգ ունի, բոլորը վաճառվում են եւ ամենն են վաճառվում։ Առել են ուղղակի այդ մարդկանց, ես ուրիշ բան չեմ գտնում։ Մարդիկ բլոգեր ուղղակի, այսպես ասենք, ապա քաղաքական բլոգերները չունեն որևէ քաղաքական կամ գաղափարական կողմնորոշում։ Եվ իրենք իրենց բլոգերությունը անում են մի բանի համար, որ այդ view-երից հետո ինչ-որ ձև դա կապիտալիզացնեն գումարի։ Հիմա այդտեղ են փողը տվել, այդտեղ են կապիտալիզացնում։ Այդտեղ բայց գալիս է հերթական բանը, հա, որ այսօրվա գործող իշխանությունը չունի որևէ կարմիր գիծ ասեմ դրան, ինչ-որ չթույլատրելի քայլեր ասեմ, բոլոր եղած ռեսուրսները, բոլոր եղած միջոցները իրանք օգտագործել են իշխանության մնալու պահելու համար։ Ես համամիտ եմ, այդ մասով ճիշտ ասած ես բլոգերներին կուզեի ասել, որ ոնց որ քաղաքականության մեջ այդ պատասխանատվություն է միշտ ենթադրում, քաղաքականություն ու ոնց որ ես ուղղակի զարմանում եմ, որ իրանք իրենց վրա են բանն են վերցնում, ծանր բեռն են վերցնում, որ վաղը մյուս օրվա իշխանության բերած աղետների համար քաղաքական պատասխանատվություն կիսելու են։ Սերժ Թանկյանին են մարդիկ ասում, Նիկոլին բերեց իր բարի, ասենք ուր մնաց, ասենք։ Ու ես ուղղակի զարմանում եմ, որ չգիտեմ էլ իրանք չեն հասկանում, իրանք չհասկանալով են դա անում, հասկանում են։ Ինձ թվում է շատերը այդքան չեն խորանում, մտածում են այս բայց դրա համար քաղաքական պատասխանատվություն լինելու, որ երբ որ մարդը որ ասում մի անգամ քաղաքականության մեջ մտավ, վերջին եթե կուսակցությունները գրանցվում են այսօր վախը մասնակցում են ընտրության, մյուս օրը էլ գոյություն չունեն։ Մենք ոնց բլոգերներից ախր պատասխանատվություն պահանջենք։ Մեր երկրում այդ պատասխանատվության ինստիտուտը ամենաչկայացածն է։ Ոչ մի իշխանություն, չգիտեմ, նախարարին գործից հանում են, ոչ մի բանի համար, ոչ ոք չգիտի, այդ մարդը ձախ ողել է ինչ-որ բան, ինչ-որ փողերի լվացում ա եղել, ինչ ա եղել, հիմնականում հանում են առանց որևէ բացատրության, առանց որևէ պատճառի։ Մեր մոտ որևէ նախագահ չի զրկվել ընտրության իշխանությունից, որովհետև ինքը վատ է արել ու ժողովուրդը հակառակ է քվեարկել։ Մեր մոտ պատասխանատվության ինստիտուտը բացարձակ բացակայում է։ Պատասխանատվության Մարտինա խոսքը, եթե եղել է հոկտեմբերի 27, եթե եղել է մարտի 1, եթե մենակ այս վերջին տարիներին քարորիայի ոչ քարորիայի զեկույցին ենք տեղյակ, ոչ 44 օրյայի զեկույցից ենք տեղյակ, ոչ Սուրմալուի դեպքը իմացանք ոնց եղավ, ոչ կացարանը, որ այլվեց իմացանք ինչ եղավ, ոչ մի բանից։ Քանի պատասխանատվության ինստիտուտը չկա, դա երևի պետական մակարդակով պիտի ներդրվի, էլի, որովհետև եթե պետության մեջ դա չկա, մարդիկ լիքը հարցեր մնում են, լիքը process-ներ մնում են անհետևանք ու անպատիժ, մենք ոնց գնանք բլոգերներին ասենք դուք պատասխանատու եղեք ձեր ասոցիացիայի համար։ Դա էլ ենք ասելու, բայց այդտեղ մի հատ ուրիշ բան էլ կա, ես ասեմ որ Նիկոլ Փաշինյանը վատ բան է բերել, ես օրինակ այդ դրա մասին էի մտածում, ինչու են այսքան շատ ուժեր օրինակ մասնակցում ընտրության ու ինչի է ամեն մեկը առանց քաղաքականությունից տարական գիտելիք ունենալ, ես կարծում եմ բոլորը պետք է քաղաքականության զոհան, բոլորը պետք է առնվազն քաղաքացիական դիրքորոշում ունենան, բայց դրա համար պետք է մի հատ խորապես անալիզ անել, ուսումնասիրել, գոնե ինչ-որ բայց սահմանադրությունը պետք է իմանալ։ Հիմա կարող է մարդ օրինակ խորապես սահմանադրության չի տիրապետում, բայց օրինակի համար գոնե պատկերացում ունի այդ գործընթացներից մինիմալ։ Գոնե այն ռոպագանդիստեն չի հետևում, այլ ինչ որ գոնե քիչ թե շատ էլի նեյտրալ լուրեր ա լսում ու ինքին համար վերլուծություն անում։ Իսկ այն պայմանները, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ամեն մեկը մտածեց, որ Նիկոլը կարա ես չեմ կարա։ Ու այդտեղից եկան լիքը վարչապետի տեխնացուներ, այդտեղից եկան լիքը մարդիկ ովքեր որ բանից տեղյակ չեն ու խոսում են դրա մասին։ Բոլորը վարչապետ են, այդ էլ է բայց հետաքրքիր, այդ էլ է հետաքրքիր տրանսֆորմացիա, էլի բոլորը վարչապետեմից ինքը հասավ կառավարությունը ես եմ։ Կառավարությունը ես եմ, իհարկե։ Ու ես ասեմ այդ ավտորիտար տրենդի մասին նաև ասեմ, քանի որ ես դու տեղյակ ես երևի ես որ վիդեոնում նկարում, իհարկե տեղյակ ես, ոնց որ մենք ֆրենդներ ենք հավանում Facebook-ում, տեսնում եք։ Շատ հաճախ է լինում, որ Նիկոլ Փաշինյանի հետևորդներն են բացառապես ես ուրիշ չեմ տեսա, որ ինձ պատժելու, ինձ նստեցնելու, ինձ ծեծելու, ինձ, չգիտեմ, վնասելու կոչեր են անում։ Ու դու տեսնում ես, որ անգամ իրանք էլ Նիկոլ Փաշինյանին ուղղում են դեպի ավտորիտարիզմ։
Այսինքն մարդու ազատ խոսքի անկա առանց բռնության կոչի, առանց բանի։ Բայց Փաշինյանը դա չի ստվել, հասկանում ես, այդ մարդիկ են, ով հավատում են, որ Նիկոլը ճիշտ է, ինչ անում է ճիշտ անում, ու դա էլ է կարևոր։ Իսկն ավտորիտարիզմի կարևոր բաղադրիչներից մեկն է, որն է դու հայտարարում ես ինչ որ մի խմբի թիրախ, ում թիրախավորելը կարդարացվի հասարակության մեծամասնության կողմից, նրանց վրա ջարդում ես ինստիտուտները որպես բացառություն։ Հետո այդ ջարդած ինստիտուտները տարածվում ամենուրեք։ Այսինքն չգիտեմ, Քոչարյանի նստացնում ենք առանց հիմքի, ենթադրենք, հա, չնայած հիմքեր կար, բայց վերջում բաց տողեցին։ Կամ չգիտեմ, ինչ որ մեկին նստացնում ենք առանց դատի պահում ենք, հա, խոսքից զրկում ենք, էս ենք անում, այն ենք անում, ու դա դառնում է արդեն նորմալիզացված, այդ բառը լավ ասեցին։ Դա դառնում է ընդունելի, ու մարդիկ մտածում են ճիշտը դա է, իրանք էլ աստվածացնում են Փաշինյանին, ուրեմն բոլորին ով իր հետ համաձայն չի վառել, ու չես պատկերացնում։ Ինձ գալիս են իմ մեկնաբանություն գրում են նախքին Թալանչի։ Ինձ Թալանչիան ասում, գիտես, ու ինչ պատասխան է։ Այ հիմա դու կհասկանաս մենք ինչի մեջով ենք ասում 18 թվականից հետո, երբ Նիկոլը Աստված էր կամ կիս Աստված, ու մենք ազգային ժողովում ասում ենք եղբայր, այդպես չի կարելի։ Հա։ Այդ ժամանակ էլի այդ քո ասածի նման գյուղերից մեկում մարդկանց հետ հանդիպման ենք, մեկ եկել ինձ ասում է, «Բա ինչի Քոչարյանի ժամանակ այդ չէր ասում»։ Եղբայր, դպրոցական է, ինչ ասեի ու ասեի։ Ինձ շատ խես նորս է խոսա կամ օրինակ ասում են, «Բա ժամանակ խոսայի բերան ջարդեն»։ Հիմա խոսում եմ դատի են տալիս։ Հիմա խոսում եմ, չգիտեմ, վաղը կնստեն կամ ես ընդհանրապես երաշխավորված էլ չի որ իմ բերանը մի օր չեն ջարդելու խոսալու։ Իրականում այդ գոնե ավելի բան է, գիտես, երբ որ ինչ որ մեկը բռունցներով գալիս է վրա, ինչ որ կարաս գոնե ինքնապաշտպանվես, ինչ որ բան, բայց երբ որ ինչ որ մի ամբողջ քարոզչան մեքենա անեսքներով, քֆուրներով, եսի մինչերով ընկնում է քո հետևից, այդի շատ ավելի վատ է։ Ու դու էլ հասարակ քաղաքացի, օրինակ ես զուտ հասարակ քաղաքացի ու մի ամբողջ համակարգի հետ ես Ալես Սիմոնյանը, որ ասելու համար, որ Ալես Սիմոնյանը թքել է քաղաքացի, որ ասելու համար ցույց տալով այդ բանը լինկերը, որ Ալես Սիմոնյանը օրինակ ասում է մնայք կռվեիք, որը ըստ իմ գնահատման հստակ բան է, էլի, ատելության խոսք է այդ մարդկանց նկատմամբ։ Միանշանակ բան անելու համար, հղում տալու համար, որ բանը ասել է, ուրեմն Հայկ Սարգսյանն ասել է, որ ինքը բան է արել, այսպես ասենք ակնարկել է հստակ, որ հովանավորում է կազինոների, այդ ամեն չի, հղումով ընդհանրեն, էլի, իմ կարծիքը, իմ գնահատականը քաղաքական տալու համար, ինձ դատի են տալիս, սկսում են բանել։ Իդեպ ասեմ, որ կազինոներն էս վերջից 20 միլիոն է, 20 միլիարդ է դարել կարծեմ շրջանառություն, ինչ որ տեսակ ուսումնասիրել։ Այսինքն մի հատ խայտարակություն է տիրում երկրում, ու երբ որ մարդ բարձրաձայնում է, SLAPP բաներ են ներկայացում իր նկատմամբ, այդ հանրային մասնակցություն ճնշող հայցեր են ներկայացնում, ու այս պայմաններում ոնց որ իրանք դեմոկրատի դիմակով այդպես նստած են, Մակրոնն ընդունում, մենք բան Եվրոպա ենք գնում, չենք ծեծում, իբր թե։ Բայց ասենք բանը ավելավա ծեծեին կներես, որին վրա գային ծեծելու, գոնե ես կիմանայի, օքեյ, ինչ որ ձև ունեմ պաշտպանվելու, մի երկու ապտակել ես կտայի, չգիտեմ, հարց կամ ես իրանց կծեծեի կամ իրանք ինձ հարցը կփակվի գնա։ Եկեք ոչ ծեծենք, ոչ բան անենք, դատի տանք, բայց հա, իրականում ծախսել ես տեսնում, այդլի բաները սանում, դատարան գնալը բան եւ այլն, մի խոսքով։ Չէ, իրականում ժողովրդավարությունից մենք ինես էլ ես Եվրոպա գնալու խոսակցությունները, մենք այս մեր ծրագրային դրույթներից մեկը տենց ենք նաեւ ձևակերպել, որ մենք չենք խափելու, որ ձեզ տանելու ենք Եվրոպա, բայց մենք Եվրոպան բերելու ենք Հայաստան։ Ու խոսքը այդ ինստիտուտների մասին է։ Վերջես մի լրագրողի այդպես ասես, հենա Եվրոպան եկել էր, ասում եմ, եղբայր, Եվրոպան այդ մարդիկ չեն, Եվրոպան այդ արժե համակարգն է, այդ ինստիտուտներն է, այդ, չգիտեմ, մեխանիզմներն է, որ կա, տեխնոլոգիաներն է, չգիտեմ, այն ամեն ինչ Եվրոպան դարձնում է Եվրոպա, որ դու գնում եք տես մի քանի օր շաբաթ ընդեպատատվում գալիս եք հիացած ամեն ինչից, այդ ամեն ինչը ինստիտուտների հետևանք է։ Չես կարա Մակրոնի ներկո այստեղ բերել հետը վազելով, ասենք ունենաս այդ ամեն ինչը, երբ որ դու այտենց ճնշում ես ազատ խոսքը, դու ունես քաղբանտարկյալներ ու դու հրաժարվել ես պաշտպանելու քո պետական շահերը, դրանով չես կարող առաջ գնաս։ Դե ինչ ասեմ, Գեորգ ջան, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ձեր թեթև ձեռքով նայեք։ Լուսավոր Հայաստան համար 19 հիշեցնենք։ Ես անկեղծ կլինեմ, ես ուրիշ ֆավորիտ ունեմ, բայց ամոթ չես։ Դե հիմա այդ է, ժողովրդավարություն, հա։ Ազատ կամարտություն պետք է լինի, բայց ոնց որ դուք ունեք այդ ձեր մի ամիսը քարոզչություն իրականացնելու, որ եթե մարդիկ համոզենք, վստահ եմ։ Փորձեք։ Ու փորձենք ոնց որ հնարավորինս այնպես անել, որ մարդիկ տեղյակ լինեն, էլի ովքեր կան, որովհետև այս պայն ես տենում եմ վատ տենդենց, որ ոնց որ երկակիության մեջ են մարդկանց ցույցել, նախքին ներկա, չգիտեմ, գուբերնիստ։ Հա, դե անցած անգամ դա աշխատեց, հիմա էլի սև սպիտակը միշտ Նիկոլի փորձենք այնպես անել, որ չաշխատի ու փորձենք ոնց որ քոնման մարդկանց ոնց որ ներկայացնենք, մարդիկ արդեն թող իրանք դատեն, թող իրանք հասկանան, եթե ուզում են քոնման մարդ տենան ազգային ժողովում իրանք բանի համար պայքարող իրավունքների համար,
Թող քվետան, որովհետև քաշությունը դրա մասին է, համոզեք մարդկանց ձեներ ստացիք։ Դա էլ փորձում ենք անենք, շատ շնորհակալ եմ։ Ես Շատ հաճելի է։ Հաջան, Հաջողություն ձեզ, հուսով եմ շատ ապրես։ տեսնեմ ազգային ժողովում արդեն անկեղծ ասեմ։ Ինձ չէ։ Եկել եմ ստեղ, դե հա, անկեղծ ասեմ, պատկերացնեք, եկել եմ ստեղ հարազատիս եմ, բարեկամիս եմ սպասում ոսկե շուկայի Հա։ որ մատանի առնեմ ընկերուս առաջարկություն։ Օ! Բոհ։ Շնորհակալ։ Մեծ եկեք Երևան, քելի ես բանի մեջ, շնորհավոր եմ, եկեք դուք Երևանցի։ Քեզ good luck։ Եմ ասում, այս ամբողջ ընթացքում ինչ իրար հետ ենք, ամեն ձև պատրաստվել ենք նրան, որ ապագա կառուցենք իրար հետ, Հա։ այս ինչ գնացել եմ իմ գործերով ու հիմա կոնկրետ սպասում ենք ընտրություններին, Հա։ որովհետև Հասկանանք մնում եք թե գնում, հա։ Հա, ունենք որոշակի կուտակումներ ու ուզում ենք հասկանալ ստեղ հնարավոր է ինչ-որ բան կառուցել, թե 20 տարի հետո պայմանական, հա, երեխեքից դասարանցիները թուրք ու ադրբեջանցի երեխեք են լինում։ Կարա լինի, հա։ Ու այդ դեպքում արդեն մտածենք ինչ ենք անում։ Հուսով եմ Ձեզ հաջողություն։ մոտ ամեն ինչ կստացվի։ Մենք էլ, հա։ Մենք էլ մեր հայրենիքում կգնանք։ Այո, ձեզ նորից հաջողություն ու երջանկություն ձեզ։ Երջանկություն ձեզ։ Շատ շնորհակալ։ Հետաքրքիր հուքեր էր, ես էլ կարա սկսի այդ։ Լավնով։